Թանկացումներ նկատում եք։ Որ ասեմ չէ սուտ կլինի, բայց կա։ Տանելի են, այսինքն գոհ եք։ Դե տանելի ոնց ասեմ տղա ջան, պիտի որ տանենք, ինչ անենք, ասա։ Հիմա որ պայմանները հետա Կարծում եք աշխատավարձերը, թոշակները համապատասխան են։ Չի, համապատասխանը չի, բայց դե հիմա մենք էլ պիտի ինչ որտեղ այդ բաների մեջ էլ մտնենք, էլի դրության բան չեմ ասում։ Երևի հետո դա էլ կբարձրանա, էլի ամեն ինչը ժամանակի ընթացքում չի լինի բոլորը։ Լավատես եք։ Հա, բոլորը միանգամից չի լինի, Աստված տա, թող խաղաղությունը լինի, ոչինչ, թող էլ հետո լինի։ Այ իսկ խաղաղությունը կարծես ասում են արդեն կա, եկել է, եղել է։ Այո, ճիշտ է, ու հիմա որ մեր բանակում ասենք զոհ չի լինում, իհարկե բանի Թուրքի կողմից, բան դա արդեն մեծ բան է։ Այ տեսեք, բայց նման ցուցանիշներ երբեք չենք ունեցել այլ իշխանությունների օրոք, որ ոչ սահմանային ու նման միջադեպերից զոհեր լինեն միջանձնային փոխհարաբերությունների հողի վրա շատ շատացել են վերջին տարիներին։ Ինչ եք կարծում դա, ինչ թերացում է, ում թերացումն է։ Ինձ թվում է ինչ որտեղ պիտի խիստ լինեն ավելի շատ, ոնց որ եղել է բանակում պիտի ուրիշ ձևի խստություն լինի, ոչ թե ինչ որ բան։ Այ եթե եղավ այդ խստությունը, այդ բանը, ինձ թվում է ամեն ինչը իր տեղը կընկնի։ Այ իսկ խաղաղության մասով, տեսեք, արդեն ասում են դուք էլ կողմ եք, որ արդեն խաղաղություն է գալիս։ Հա, կողմ ենք, բոլորն ա կողմ, տղա ջան։ Այո, բայց տեսեք, այդքան գերիներ ունենք Բաքվում դեռ։ Ճիշտ է, դե ես դրա համար եմ ասում, ինձ թվում է բոլորը ժամանակի ընթացքում կուղղվի, կլինի ամեն ինչ։ Միջազգային հայցերն ենք հետ կանչում, այսինքն Ադրբեջանի։ Դե գիտեք ինչ, կարող է ես ինչ որտեղ դրանք չեմ կարողանում հասկանամ, չեմ կարողանում, բայց որ ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, ես վստահ եմ։ Այսինքն արդեն տեսեք քանի տարի է անցել, կարծում եք գեյները հետ են գալու ու ինչ է կարծում ինչ ժամկետներում, որովհետև կարծես աշխատանքներ չեն տարվում։ Չէ, այդ է անորոշ վիճակ է, դուք ճիշտ եք։ Անորոշ է, որտեղ ոչ մեկը ստույգ մի բան չի ասում, որ իմանանք իսկապես մի ամիս հետո կլինի, թե մի տարի հետո։